Երեք մի առիթով Թեքեյան կենտրոնում էի գործով ու հիշեցի այդ ազգանունից հիշեցի Վահան Թեքեյանի ստեղծագործություններից մեկը, որը շատ փոքր ժամանակից, երբ դեռ նոր էի սկսել խոսել եւ ինչ-որ բաներ անգիր անել, ծնողներս ինձ սովորեցրեցին Թեքեյանի եկեղեցին հայկական երգը իր բառերով հանդերձ. Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգվույս, ինչպես քարայր մնթարցակ, պարզ ու խորունկ մութ ու լույս, իր գավիթով հյուրընկալ, իր լայն բեմով ու հեռուն, կանգնած իր լուռ խորանով, որ կարծես նավ մը ծփուն։ Ես ուզում եմ, որ իհարկե սա շատ երկար բանաստեղծություն է եւ երգն էլ շատ հիանալի երգ է։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր հայ քրիստոնյա գիտակցի եկեղեցու իրական դերն ու նշանակությունը եւ այս բառերի իմաստը, որ եկեղեցին հայկական եկեղեցին ծննդավայրն է մեր հոգու, ինչպես քարայր ընթարցակ, այսինքն մեր հոգիները պիտի այնքան լայն բացենք մեր եկեղեցու առաջ եւ այն սրտատրոփությամբ պիտի սպասենք, որ Քրիստոս այցի գա մեր սիրտ ու հոգի։ Հետևաբար եկեղեցու դեմ մարտնչել եւ եկեղեցուն եւ եկեղեցու դերն ու նշանակությունը չգնահատել հայ կյանքում հիշեք եկեղեցին հայկական, սա մեր կործանումն է եւ անեծքն է մեր սերունդներին, ով որ եկեղեցու վրա ձեռք կբարձրացնի, այս անեծքը հավիտյան կկրի իր ժառանգների վրա։